Իմ սիրելի քույրեր եղբայրներ, այն ինչի մասի որ ես պետք է քարոզեմ, ոնց որ թե համընկնում է այն իրադարձություններին, որ մեր շուրջը տեղի է ունենում, բայց այս պատգամը գրված էր 1-2 շաբաթ առաջ եւ սա պետք է քարոզեի։ Բաղդասարի խնջույքը եւ Աստծո դատաստանը կամ մեկ օրվա պատմություն դեպքը տեղի է ունեցել Քրիստոսից առաջ 539 թվականի հոկտեմբերի 11-ին։ Պատկերացնում եք, Աստվածաշունչը ինչ ստույգ տեղեկություններ է մեզ փոխանցում։ Քրիստոսից առաջ 539 թվականին։ Ինչ տեղի ունեցավ։ Բաղդասար թագավորը խնջույք էր կազմակերպել։ Խնջույքը անաստվածության խնջույք էր, անհոգության, առատության, շքեղության, կռապաշտության եւ Աստծուն անարգելու եւ Աստծուն ծաղրելու խնջույք։ Ամեն ինչ կարգին էր եւ անցնում էր իր ընթացքով, քանի դեռ չէր հայտնվել Աստծո ձեռքը եւ այդ ձեռքի մատները ինչ որ բան գրեցին թագավորական պալատի խնջույքի պալատի պատի ծեփի վրա։ Այս պատմություն է այն ժողովուրդների եւ այն անհատների դատաստանի մասին, որոնք չեն պատվում Աստծուն։ Իրադարձությունները տեղի են ունենում թագավորական խնջույքների սրահում։ Թագավորը խնջույքեր կազմակերպել 1000-ից ավելի ուրերի համար, որոնք թագավորության իշխաններն էին։ Բայց հենց այդ օրերում պարսկական զորքերը շրջապատել էին Բաբելոնը եւ Պարսկաստանի Կիվրոս թագավորն ուզում էր գրավել Բաբիլոնը։ Պատմությունը սկսվում է Դանիել 5:1-ում։ Եվ ընդհանրապես սկսվում եւ վերջանում է կարևոր այս իրադարձությունները պատմության ինչ որ մի շրջադարձային պահ մեկ օրվա ընթացքում։ Այնպես որ մեկ օրը շատ կարևոր է։ Քեզ համար այսօրը կարող է լինի քո կյանքի շրջադարձային օրերից մեկը։ Մտածի այդ մասին։ Եթե նվիրված չես Աստծուն եւ դատաստան պիտի գա քո համար, այսօր ժամանակն է ազատվել այդ դատաստանից, հենց այսօր եւ այստեղ։ Ամեն։ Ուրեմն ամեն օր կարող է լինի ճակատագրական շրջադարձային մեր կյանքի եւ ընդհանրապես պատմության համար։ Որովհետեւ գրված է, Աստված մեկ օր է հաստատել, որ ամբողջ աշխարհը պիտի դատի արդարությունով։ Ալելույա։ Ամեն։ Եթե դու ազատված ես այդ դատաստանից, եթե դու փրկվել ես ու կյանքդ տվել ես նրան, դու ուղղակի պիտի ուրախանաս, ոչ թե անհանգստանաս։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր դեռ երկընտրակի մեջ են, ովքեր դեռ չեն կողմնորոշվում, վերջապես նվիրվել ամբողջությամբ Աստծուն, թե իմիջայլոց, մի օր էսպես, մի օր այնպես, այստեղ այս գույնով, այնտեղ այն գույնով, այստեղ այս դրոշակով, այնտեղ այն դրոշակով, բայց Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ մենք մեկ դրոշակ ունենք, որի վրա գրված է սիրո դրոշակ, եւ վերջ, փառք Տիրոջը։ Ուրեմն Բաղդասար թագավորը իր մեծամեծերից 1000 հոգու համար մեծ հաց կերույթ արեց ու 1000-ի առջև գինի խմեց։ 1000 մեծամեծեր։ Եթե մոտավորապես մի 100 տարի դրանից առաջ տեղի ունեցած իրադարձություններին դառնանք եւ Եսթերի գրքի մեջ կհանդիպենք, որ Եսթերի գիրքը հենց այդպես էլ սկսվում է, որ Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառի վրա էր պարսկական թագավորությունը տարածված եւ բնականը 120 տարի հետո ավելի էր զորացել, այնքան էր զորացել, որ պիտի Բաբելոնը գրավեր, ամենահզոր պետությունը։ Բաղդասարի խնջույքը վեհաշուկ էր շատ առումներով, նախ որ ներկային 1000 մեծամեծեր,
Ներողություն։ Փաստորեն թագավորության բոլոր մեծամեծերը ներկա էին։ Եթե նկատի ունենանք նաև սպասավորներին եւ մյուսներին, անվտանգությունը, նրանց կանանց ու հարչերին ստացվում է մի մեծ թիվ, գոնե կրկնապատկվում է։ Այն օրերին այդքան ժողովուրդ որտեղ էին հավաքվել, ինչ էր տեղի ունեցել։ Դահլիճը հսկայական էր։ Մեծ էր այն օրերի համար։ Հնագետները հողի հասշերտից ներքև քթել են դահլիճի հիմքերը։ Բուն դահլիճը եղել է 18-52-ի վրա, 18 մետր լայնություն, 52 մետր երկարություն, չհաշված կողմնակի սենյակները եւ հարակից սրահները։ Շքեղություն էր։ Թվում էր սովորական բան է, թագավորը գինի է խմում իր մեծամեծերի հետ, բայց դա վայելուչ չէր, նրան գինարբուկ կազմակերպել, չէր կարելի թագավորին այն օրերի օրենքներով։ Եթե իսկապես վերադառնանք էլի Եստերի պատմությանը, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում նույն տարածքում, գրեթե նույն տեղում, այդ ժամանակ թագավորը նստած էր իր մեծամեծերի հետ, այնտեղ չկային կանայք, եթե այնտեղ կանայք լինեին, Եստերը պետքա ռիսկի չդիմեր ու մտներ, այլ ուղղակի ինքը այնտեղ պետքա լիներ։ Եվ այսպես շարունակ, եւ ընդհանրապես կանայք իրավունք չունեին։ Ես արդեն ասեցի, որ Եստերի գրքի մասին, Եստերի գիրքը այդ մասին պատմում է։ Սողոմոնն էլ այս մասին գրում է, Առակներ 31:4-5, ով Լեմուել թագավորներին վայել չէ, գինի խմել, թագավորներին վայել չէ եւ օղի խմել, իշխաններին վայել չէ, չլինի թե խմեն ու օրենքը մոռանան եւ տառապալներից մեկի դատաստանը ծռեն։ Թագավորներին վայել չէր, գինարբուկ կազմակերպել։ Հիմա կհարցնեք թագավորները չէին խմում, իհարկե խմում էին։ Նրանք անգամ մատրվակ ունեին, որ իրենց գինին մատակարարեին։ Նրանք խմում էին լավագույն գինին հավանաբար, եւ ինչու հավանաբար, բայց նրանք գինարբուկներ իրավունք չունեին սարքելու, որովհետեւ թագավորն արդեն հարբել էր, կարող էր հանկարծ մեկին վիրավորել, որ այդ վիրավորանքը թագավորության համար դառնար ճակատագրական, եւ թագավորը միշտ սթափ պետք է լիներ։ Բայց ինչպես Այնպես որ այդ գիշեր ամեն թագավորական եւ աստվածային կարգ աղավաղվեց Բաղդասար թագավորի կողմից։ Խճույքը նաեւ սրբապղծության խրախճանք էր։ Ինչու 2-ից 4 համարներում կարդում ենք. ու երբ Բաղդասարը գինուց զվարթացել էր, հրամայեց, որ իր հոր Նաբոգոդոնոսորի Երուսաղեմի տաճարից հանած ոսկե եւ արծաթե անոթները բերեին, որ թագավորն ու նրա մեծամեծերը, նրա կանայք ու հարճերը դրանցով խմեն։ Ուստի Երուսաղեմում գտնվող Աստծո տաճարից հանված ոսկե անոթները բերեցին եւ թագավորն ու նրա մեծամեծերը, նրա կանայք ու հարճերը դրանցով խմեցին։ Նրանք գինի խմեցին ու ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե եւ քարե աստվածներին գովեցին։ Ռուբիկ եղբայր, ինչու ես ասում, սա հնացած պատմություն չի արդյոք։ Այսօր ոչ ոսկե աստված կա, ոչ քարե աստված կա, դո կա ավելի շատացել են։ Ավելի շատացել են եւ դուք լավ հասկանում եք խոսքն ինչի մասին է։ Ես չեմ պատկերացնում, որ մեր այս նյութապաշտական, մատերիալիստական դարաշրջանում դուք չեք հասկանում ամեն ինչը կարող է կուռք լինի։ Ամեն ինչը։ Որովհետև ամեն ինչ պտտվում է նյութի շուրջ։ Նրանք ուղղակի անարգում էին եւ ծաղրում էին երկնքի Աստծո։ Այն անոթները, որ դրված էին եղել եւ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ Երուսաղեմի տաճարում միայն սրբագործություններ էին կատարել այդ անոթներով, հիմա գինարբուք էր։
Անտեղի էր այդ խնջույքը նաև, որովհետև դրա համար ոչ հարմար ժամանակ էր ընտրված։ Պարսկաստանի Կիրոս թագավորի զորքերը հենց այդ օրերում Բաբելոնի պարիսպների եւ դարպասների մոտ էին։ Շրջապատել էին Բաբելոնը եւ որքան ամբարտավան եւ ինքնավստահ պիտի լինի եւ անխելք պիտի լինի թագավորը, որ հենց այդ ժամանակ այդ սպառնալիքներին չմտածելով դրանց հետևանքները աներ այսպիսի խնջույք։ Թեկուզ որ Բաբելոնը հին աշխարհի ամենահզոր եւ պաշտպանված քաղաքն էր, նրա պարսպի բարձրությունը տարբեր տեղերում տարբեր տեղեկություններ կա, բայց 20 մետրից բարձր էր եւ լայնությունը 28 մետր էր։ Պարսպի բարձրությունը 20 մետրից ավելի եւ կարգեր էին պատտվում պարիսպի վրա, այսինքն անառիկ էր բոլոր իմաստներով։ Եվ դրա հետ մեկտեղ նաև բաբելոնցիները չէին հավատում, որ Պարսից եւ մարած զորքերը կարող են պարսպից ներս մտնել։ Բայց եղավ են ինչ որ եղավ։ Ընթերցված հատվածին նախորդում են որոշ պատմություններ, ես որոշ պատմություններ պիտի հիշացնեմ ձեզ։ Նախ մի փոքր Դանիելի մասին խոսենք։ Երուսաղեմ քաղաքը այրված էր Քրիստոսից առաջ 606 թվականին եւ Բաբելոնը գրավել էր Երուսաղեմը, ավիրել եւ բոլոր իմաստուններին, բոլոր երևելիներին, բոլոր իշխաններին գերի էր տարել։ Դանիելը այդ գերի գնացած երևելիներից մեկն էր, որ ըստ տեղեկությունների այդ ժամանակ Դանիելը 14-15 տարեկան էր, որ նրանց ընտրեցին, որպեսզի լինեն ծառաներ թագավորի պալատում, Բաբելոնի թագավորի պալատում։ Ուրեմն դա տեղի ունեցավ Իսրայելի մեղքերի եւ կռապաշտության համար։ Լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, որքան ուզենանք մենք շնորհքի ծածկոցի տակ թաքցնենք մեր չար սրտերը, միևնույնն է, չի ստացվելու։ Աստված ամեն բան է տեսնում։ Աստված ամեն բան գիտի եւ պետք չէ, որ մենք ամեն ինչ անենք սանձարձակորեն եւ ասենք Աստված ներում է։ Այո, Աստված ներում է եւ ես հայտարարում եմ, չկա մեղք, եթե մարդը զղջա ու թողի, Աստված չների, չկա այդպիսի բան։ Բայց եթե օրու մեջ դու նույն բանն ես անում, ուրա քո զղջումը եւ ուրա քո շնորհքը։ Շնորհքը տրված է, որ մարդկանց ազատի իրենց հին բնությունից, հին կյանքից, հին գործերից եւ հին մեղքերից։ Աստված չի փոխվել եւ չի փոխվելու երբեք։ Ուրեմն այստեղից դաս պետք է վերցնենք։ Նաև Աստծո արդար դատաստանները չեն փոխվում երբեք։ Ամեն։ Էդ ինչ ես քարոզում, Աստվածաշունչ, ավետարան։ Մի տրվեք այն կեղծ խոսքերին, որոնք մարդկանց սրտերն ուզում են իբր թե շահել։ Ամենամեծ սերը, որ մարդը կարող է ունենալ իր հարազատի նկատմամբ, դա ճշմարտությունն ասելն է։ Սիրո հովիվն այն չի, որ պետք է ասի, գիտեք դու ինչքան լավն եք, հələ նայում եմ ձեզ հիանում եմ, լավ հիանում ենք։ Սիրո հովիվը պիտի ասի ճշմարտությունը։ Աստված նույնն է։ Աստծո օրենքները նույնն են, չեն փոխվելու, մնալու են հավիտյան։ Երբ որ ասում ես գրված է գողություն, մի առ ասում է, դա չէ որ հին ուխտու մեջ։ Կարծես թե նոր ուխտի Աստվածը պատվեր է տվել գողություն անելու։ Պետք է սթափվենք, զգաստանանք։ Հիսուսն ասաց իրեն լսողներին, եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ Ղուկասի ավետարանի 13-րդ գլխի 3-րդ համարում եւ 5-րդ համարում ես կարծում եմ մենակ այս տողերը, բայց
պատմություն կա, եկան պատմեցին, որ մարդիկ են զոհվել եւ այլը, եւ Հիսուսն ասաց. ոչ, ասում եմ ձեզ, բայց եթե չապաշխարեք, բոլորդ այդպես կկորչեք։ Եթե չապաշխարեք, բոլորդ այդպես կկորչեք։ Ապաշխարության հնարավորություն ունի ամեն մարդ։ Չկա մեկը, որ ուզենա ապաշխարի եւ Աստված իրան չընդունի։ Որքան էլ ահա որ մեկ գործած լինի, ով գալիս է Աստծուն, Աստված նրան ընդունում է։ Ինչպիսի վատ ահա որ անցյալ ես ունեցել, նշանակություն չունի։ Աստված ընդունում է քեզ, բայց ասում է գնա ու էլ մեղք մի արա։ Ամեն։ Բարի չի արդյոք մեր Աստվածը։ Ամեն։ Չկա մարդ, որ գիտեք անհուսությունը շատ ծանր բան է, որ մարդն ուզում է ելք գտնի, դուր գտնի ու չի կարողանում գտնել։ Դա շատ ծանր բան է։ Շատ ծանր բան է, երբ որ մեկը հիվանդանում է ինչ-որ հիվանդությունով եւ բժիշկներն ասում են, որ այս հիվանդությունը անբուժելի է։ Շատ ծանր բան է։ Բայց երբ որ կա հիվանդության համար համապատասխան դեղ եւ բժշկություն, երբ որ մարդիկ մերժում են այդ դեղն ու բժշկությունը, սա էլ արդեն դատապարտություն է։ Ինքն է դատապարտություն։ Կա դեղ։ Երեմիան հարցնում էր. կա բալասան Իսրայելի համար, կա բալասան, կա բժիշկ։ Ամեն։ Մեր բոլոր ցավերի, վերքերի, մեղքերի, սայթակումների, չգիտեմ ինչ անուն ուզում եք տվեք, դրանց միակ տեղը Տեր Հիսուս Քրիստոսի արյունն է, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն է, որն ազատում է մեզ ամեն հիվանդություններից։ Իսկ ամենամեծ հիվանդությունը մեղքն է։ Քաղցկեղը չի, մեղքն է։ Ամեն։ Հիսուս մեռավ մեր մեղքերի համար։ Այդպես է հռչակում իմ ավետարանը։ Եվ ավետարանի բովանդակությունը հենց սա է։ Հիսուս մեռավ մեր մեղքերի համար։ Թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ամեն։ Եթե ես արդար եմ, ուրեմն արդար եմ Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի հավատքով, Հիսուս Քրիստոսի շնորհքով եւ Հիսուս Քրիստոսի սիրով։ Ամեն։ Ներեցեք։ Եթե մենք չապաշխարենք մեր մեղքերի համար, նույնը կպատահի մեզ հետ։ Շուտ թե ուշ։ Այդ շուտն ու ուշը մեզ համար ինչ որ նշանակություն ունի։ Եթե կյանքը ակնթարթ է, այդ ակնթարթի շուտն ու ուշը ո՞րն է։ Աչքերդ փակել բացելու ժամանակ ո՞րն է շուտը, իհարկե փակելը, եւ ո՞րն է ուշը, իհարկե բացելը։ Բայց ով կարող է այդ ժամանակը հաշվել։ Ժամանակը կհաշվեն, բայց դա ինչ նշանակություն ունի։ Ես ուզում եմ, որ գա իմ օրը, ոչ թե ես դատաստանի սպասեմ, այլ գովասանքի սպասեմ, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Ամեն։ Ձգտեք դրա համար ապրել։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք իսկապես, ինչպես Սուրբ Գիրքն ասում, ոչինչ չենք բերել այս աշխարհ։ Եվ հայտնի է, որ ոչինչ էլ չենք տանելու այս աշխարհից։ Ամեն։ Ես չեմ ասում մի ձգտեք բարեկեցության, ես չեմ ասում մի ձգտեք հաջողության, մի աշխատեք, որ ձեր երեխաները ավելի լավ լինեն, ավելի լավ սնվեն, ավելի լավ կրթություն ստանան, ես ես չեմ ասում, ես ասում եմ ամեն ինչ մի պտտացրեք դրա շուրջը, որովհետև Հիսուսն ասում էր են հայտնի օրինակով, ինչ օգուտ մարդուն, որ ամբողջ աշխարհը շահի եւ իր հոգին կորցնի, կամ ինչ կվճարի մարդը իր հոգու փրկության համար։ Մարդը ոչինչ չունի վճարելու, ոչինչ էլ չի կարող վճարի, որ հոգին փրկվի, որովհետև Հիսուս փրկիչն արդեն վճարել է։ Մնում է այդ Հիսուս Քրիստոսի ձրի շնորհքով տրվածը վերցնենք հավատքով ու փայփայենք ու պահենք։ Ամեն։
Մենք ազգովի պիտի ապաշխարենք մեր մեղքերից եւ ճշմարտապես պիտի դառնանք մեր կենթանի Աստծուն, մեր հորն ու մեր արարչին։ Մեզ այսօր հոգևոր արթնություն է պետք։ Այո, փառք Աստծո այն փոփոխությունների համար, որ Հայաստանում կա, բայց ես ուզում եմ, որ Հայաստանում իսկական հոգևոր արթնություն սկսվի, հոգևոր բարգավաճում սկսվի, հոգևոր, որովհետև շատ բարեկեցիկ եւ բարգավաճ երկրներ կան, որտեղ Աստված չի փառավորվում։ Ես իհարկե գնահատեմ, գերադասեմ աղքատ երկրում եւ փառավորող երկրում ապրեմ Աստծուն, քան հարուստ երկրում եւ Աստծուն մոռացած երկրում։ Ամեն։ Աստված միշտ պատրաստ է ներել, խնայել ու ողորմել, եթե մենք դառնանք մեր չար ճանապարհներից, վերադառնանք նրա մոտ։ Սա պիտի սկսվի մեզանից եւ մեր եկեղեցիներից։ Մենք պիտի չաղոթենք, որ Տեր արթնացրու Հայաստանը, մենք նախ պիտի աղոթենք, աղոթի քո տունը, արթնացրու քո տունը, արթնացրու քո ծառային։ Եթե այդ կրակը իմ մեջ վառվի, քո մեջ վառվի, մեր մեջ վառվի, այդ կրակը ինքստինքյան կտարածվի։ Ես հայտնի համաշխարհային արթնություններից մեկի պատմության մեջ կարդացել եմ, որ երբ որ մարդիկ էին գալիս, դա Ուելսի արթնության ժամանակ էր, երբ որ մարդիկ էին գալիս ու հավաքվում էին, ոմանք հարցնում էին Էվան Ռոբերտսին, ինչ է կատարվում, ասում էր, ես այրվում եմ եւ մարդիկ գալիս են ինձ տեսնելու, թե ինչպես եմ այրվում։ Այրվեք Աստծո համար, այրվեք Աստծո սիրով, այրվեք Աստծո շնորհքով, այրվեք Աստծո նվիրվածությամբ եւ մարդիկ կգան ձեզ տեսնելու։ Ամեն։ Աստծուն դառնալու եւ մեղքը թողելու լավագույն օրինակ է նինվեացիների ապաշխարությունը։ Աստված միշտ պատրաստ է մեզ պաշտպանելու եւ երբ մենք դառնում ենք նրա մոտ։ Ամեն։ Եկեք ինձի, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եկեք իմ մոտ, բոլոր մերժվածներ եւ անարգվածներ, եկեք ինձ մոտ, բոլոր նրանք, ովքեր մերժվել են ամեն կողմից, անարգվել են ամեն կողմից, ում ասել են քեզանից մարդ դուրս չի գա, Աստված ինձ մարդ է ստեղծել, նոր պիտի դուրս չգա, ուղղակի ես պիտի դառնամ իմ արարչին, ու ընդունեմ այն, որ Աստված արդեն տվել է ինձ։ Ես մարդ եմ, գրված է Ծննդոց գրքում, որ Աստված մարդ ստեղծեց։ Ես Աստծո արարած եմ, Աստված ինձ ստեղծել է արդեն։ Ես մարդ եմ, մնում է, որ նմանվեմ իմ արարչին։ Եվ մեր քրիստոնեական հավատքի էությունը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, մեր ավագ եղբորը նմանվելն է։ Հռոմեացիս 6:28-29։ 8:28-29։ Լավ։ Դանիելը թեև գերի էր տարվել Բաբելոն, բայց սրտով որոշել էր չփղծվել այդ կռապաշտ եւ ուրիշ եւ խորթ բարոյական նորմերով ապրող երկրում։ Եվ Տերը տեսնելով նրա հավատարմությունը նրան բարձրացրեց, դարձնելով երկրորդ մարդը բաբելոնյան կայսրության մեջ։ Անցան տարիներ, տեղի ունեցան շատ արտասավոր դեպքեր, Նաբուգոդոնոսոր մեծ թագավորը մեռավ եւ նրա գահին նստեց նրա թոռը Բաղդասարը։ Ամեն դեպքում Աստվածաշունչը չի ասում այնտեղ բնագրի լեզուներում հայրը, թոռանն են ասում հայրը, տղունել են ասում հայրը, ծոռանն են ասում են քո հայր Դավիթը կամ իմ հայր Դավիթը, այն դեպքում որ Դավիթը 200 տարի առաջ մահացել էր։ Հասկանում եք։ Մարած եւ Պարսից զորքերը եկել էին եւ Բաբելոնը շրջապատել, ինչպես ես ասեցի, բայց չէին կարողանում նվաճել քաղաքը, նախ Եփրատ գետն անցնում էր եւ վտակներից մեկը անցկացրել էին քաղաքի միջով, որ ջրի խնդիր չունենան։
Եվ հետո հավաքել էին խիստ շատ պաշար, դիմակայելու շատ երկար։ Արդեն ասեցի, պարիսպները 20 մետրից բարձր էին, լայնությունն էլ 28 մետր։ Կառքեր էին պտտվում պարիսպի վրայով։ Մի օր առավոտյան Բաղդասար թագավորին տեղեկացրեցին, որ թշնամին հեռանում է եւ էլ պաշարում չկա, եւ թագավորը մտածեց, որ դա հաղթանակ է, բայց դա թշնամու հնարքն էր։ Եվ քանի որ արդեն ինքը մտածեց, որ սա հաղթանակ է, մտածեց, այս մեծ հաղթանակի նկատմամբ, թեկուզ ես չեմ հասկանում, եթե քաղաքը մտել ես քաղաքը, դռները փակել, որ քեզ չգրավեն, հետո եթե մեկը հոգնում ու գնում է, դա ինչ հաղթանակ է։ Ինչև է։ Եվ մտածեց եւ որոշեց խնջույք անել, մեծ խնջույք անել, տոնելու մեծ հաղթանակը։ Բա։ Երբեմն մենք էլ ենք որոշ բաներ իսկապես այնքան կարևորանում, որ շատ ենք գնահատում, գերագնահատում։ Որոշեց անել ամենամեծ, ամենաճոխ խնջույքը, որ երբևէ եղել էր Բաբելոնում։ Սկսվեց շքեղ իր նմանը չեղող խնջույքը։ Այդ օրը ոչ մի նախանշան չկար որևէ վատ բանի։ Ընդհանրապես, երբ որ թագավորն է ուրախանում, ուրեմն բոլորը պիտի ուրախանային եւ հավաքվել էին ուրախանալ, ինչ կար, բա իհարկե։ Արդեն ուրախությունը հասել էր իր բարձրակետին, թագավորը որոշեց այդ հաղթանակի խնջույքը նշանավորել եւ նշանավոր դարձնել եւս մեկ աստվածա մերժությամբ, անթույլատրելի բանով, հրամայեց բերել, որ ոսկե անոթները եւ նրանցով խմեցին գինի իրենք եւ իր հարճերն ու մեծամեծերը։ Սա արդեն հաղթանակ էր ուզում նաեւ Աստծո հանդեպ տաներ։ Արդեն կարծես թե բռունցք էր թափահարում դեպի Աստված։ Իմիջիալոց ես այս մասին տարիներ առաջ կարդացել եմ մի տեղում, Ստալինի աղջիկը, չգիտեմ, քանի աղջիկա ունեցել, բայց մեկը հաստատ ունեցել է, անունը Սվետլանա, ազգանուն Ալելույովա, ամուսնու ազգանունով, որոնք չգիտեմ ինչպես հայտնվել են արտասահմանում եւ այնտեղ աղջիկը մի բան է պատմել իր հոր ավարտի մասին, վերջի մասին, որ ինչպես հավիտենական դատաստանից առաջ, երբ որ արդեն ինքը մահամերձ էր, հազիվ ուժ գտավ ձեռքը բարձրացնել վերև, թափահարեց ձեռքը երկնքի հանդեպ ու գնաց իր հավիտենական դատաստանին։ Այո, մենք իհարկե այդքան ըմբոշ չենք, այդքան ռիսկով չենք, մենք վախվորած ենք թափահարում մեր մատիկները, նրան չնազանդվելով, նրա խոսքը արհամարելով, գիտենալով, որ սխալ ենք անում ու անում ենք, դա ինչ է, ամբոստություն չի արդյոք։ Մի արեք, հնազանդվեք Աստծուն, խոնարհվեք Աստծո առաջ, այդքան սիրող Աստծուն չարժի, որ մենք մերժումով պատասխանենք։ Բոլոր նրանք, ովքեր անցնում են թույլատրելի սահմանը, ինչ որ բան է պատահում, եւ պատահում է երբեմն հանկարծակի, եւ ահա ճուշացավ ինչ որ բան պատահելը, հասավ հատուցման ժամանակը։ Ժողովող 3:1-ում գրված է. ամեն բանի ժամանակ կա եւ ժամանակ երկնքի տակ ամեն ձեռնարկի։ Գիտեք, չէ՞։ Ամեն բանի ժամանակ կա։ Գարուն է եկել։ Սեզոն է փոխվել։ Գարուն է։ Թող ձեր սիրտը զվարթանա։ Վերջապես ես հավատում եմ, որ գոնե գարնանը բոլորն են սպասում։ Եթե ձմռանը ոմանք ասում են, բա վառելիքը էսեն, բայց գարունը հույս է տալիս։ Սիրունանում է բնությունը, ծաղկում է, արթնանում է։ Այո, հատուցման ժամ կա։ Եվ Գաղատացիս 6:7-ում էլ գրված է. մի խաբվեք, Աստված չի ծաղրվում։ Կամ Աստված թույլ չի տալիս, որ իրեն ծաղրեն։ Մարդն ինչ որ ցանի, այն էլ կհնձի։ Եթե դուք վատ սերմ եք ցանում, լավ բերք մի սպասեք, ժողովուրդ,
Տեր օրհնի, դու չարության սերմ ես ցանել։ Տերը չարության սերմը չի օրհնում։ Եթե Տերը չարության սերմը օրհնի, լավագույն դեպքում այդ սերմը կփչացնի, որ չծլի, որ դու չհնձես։ Եվ մենք շատերս, որ շատ չարության սերմեր ցանած են եղել մինչև Տիրոջը հանդիպելը, մինչև Քրիստոսին դառնալը, մինչև ապաշխարելը, մեղքը թողելը, Տերը մեզ ուղղակի ազատել է վատ հատուցումից, որովհետև հատուցումը ինքը կրեց մեր համար։ Ամեն։ Վճարված է, գինը վճարված է, լեփ-լեցուն վճարված է, քո ամեն սայթակումների գինը վճարված է։ Ամեն, օրհնյալ լինի այդ ամեն անողը, մեր Աստվածը, մեր Հայրը եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Սիրելի բարեկամներ, միշտ գալու է հատուցման ժամը եւ չի ուշանալու, թե չար գործերի, թե բարի գործերի։ Դրա համար Սուրբ Գիրքը մեզ հորդորում է, որ ժամանակով կստանաք վարձքը։ Մի ձանձրացեք բարիք անելուց, մի ձանձրացեք, ժամանակ կա հատուցման։ Ցավոք, Բաղդասարի համար չար գործերի հատուցման ժամը հասել էր, լրացել էր, սլակը արդեն 12-ի վրա էր, վերջ։ Մի օր իմ համար, քեզ համար ժամացույցը կանգնելու է, չգիտեմ այդպիսի սովորություն կա, թե ինչու են կանգնացնում, չգիտեմ, մտած կլինեք, այսինչ օրը, այսինչ ժամին, ինչ նշանակություն ունի, դա ինչ է նշանակում, ով կարող է ասել, ում համար, ես հավատում եմ Քրիստոսին հավատացողների համար, փառքի մեջ մտնելու սկիզբն է, Քրիստոսին մերժողների համար, դժոխքի մեջ տանջանք տանջվելու հավիտյան սկիզբն է, որ ընտրությունը իմն է և քոնն է։ Եվ ընդհանրապես ուրիշ վատ օրենք էլ կա, ես ասեցի, որ Աստված մեր չար սերմերը ապաշխարությամբ փչացնում է, որ մենք չհնձենք արդյունքը, բայց ուրիշ բան էլ կա, քանի որ քամից հանեցին, մրիկ պիտի հնձեն, Ովսե 8:7 չար մարդկանց համար, մեզ ապաշխարած և Հիսուսին դարձած մարդկանց համար, մեր փոթորիկը քամի էլ չի դարձնում, վերացնում ընդհանրապես, իսկ չար մարդկանց համար, որ քամի են ցանել, փոթորիկը հնձվելու։ Դուք տեսնում եք, չէ՞ տարբերությունը։ Իմ Աստվածը բարի է։ Ամեն։ Միգուցե մեր կյանքում, չնայած մեր չարություններին, ամեն բան դեռ լավ է։ Ինչ ուզում անում ենք, ոչ մի դատաստան, բայց պիտի զգուշանանք։ Թեև անգամ ուշանում է, միևնույն է, գալու է թե բարի գործերի հատուցումը, թե չար գործերի հատուցումը։ Պողոսը Տիմոթեոսին էր ասում։ Ամեն, ամեն ու ամեն։ Եվ մի չարիք էլ կա, որովհետև չար գործերի վախճանը, վճիռը շուտով չի կատարվում, այս պատճառով մարդկանց որդիների սիրտը չարություն անելու փափագով է լցված։ Երբ որ ես տեսնում եմ, որ մարդիկ հետևողականորեն չեն ուզում իրենց հպարտությունից հրաժարվեն, չեն ուզում իրենց նախանձից ու չարությունից հրաժարվեն, չեն ուզում իրենց վատ կյանքից հրաժարվեն, վատ սովորություններից հրաժարվեն, ամեն ինչ լավ է, հերթական գինարփուկի ժամանակ, կենացներ, էլ չգիտեմ ինչեր, վերջը, օթերի մեջ, իրանց համար ստեղծած աշխարհում ապրում են, մի օր գալու է դաժան, տառը լացելու ժամանակ։ Բայց մեզ համար, ինչպես Սուրբ Գիրքն ասում, արդարության արեգակը պիտի ծագի, մեզ համար։ Ես ասում եմ մեզ Հիսուս Քրիստոսի նվիրված և շնորհքով փրկված մարդկանց մասին։ Ես հանդիպելու եմ այս խավար աշխարհից գնալուց, ես հանդիպելու եմ
անմերձանալի լույսին, արդարության արեգակին, եթե այդ հույսով չես ապրում, ես չգիտեմ, ինչ ա ուզածդ ընդհանրապես քրիստոնեությունից, որ գաս եկեղեցի աղոթեն ոտքի ցավն անցնի, դա պատահում ա, կպատահի, բայց այն ինչ որ ապագայում ա մեզ սպասում, աչք չի տեսել, ականջ չի լսել, մարդու սրտի մեջ չի ընկել, ինչ որ Աստված պատրաստել է իրեն սիրողների համար, սիրում ես Աստծուն, եւ դա ինչ ա նշանակում քեզ համար, ինչ արժի քո սերը Աստծո հանդեպ, քեզ համար, Աստծո համար այդ սերն արժանացավ իր ամենը, իր որդին, միակը, ամենաթանկը, Թագավորը Երուսաղեմի Աստծո տաճարից բերած ոսկե գավաթով կենաց էր խմում, իրենց կուրքերի կենացը, նրանք գինի խմեցին 4-րդ համարը, ու ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին գովեցին, մենք ոնց են գովում այսօր, կենացը, քարե աստված, այս ինչ աստված, կենացտ ենք խմում, միգուցե ուրիշ կերպեր, ես չգիտեմ, բայց մենք որ հասկանանք հենց էս այլի, խմում ենք կենացը, քո կենացը, խմի, խմում էին իրենց կուրքերի կենացը, այն անոթներով, որով կներեք կոպիտ համեմատության համար, որով Երուսաղեմի տաճարում Աստծո կենացն էին խմում, ներողություն, սխալ արտահայտություն, ես ուզում եմ որ հասկանաք, որտեղ Տիրոջը պաշտոն էին մատուցում, այդ սուրբ անոթներով, սուրբ Աստծուն, սուրբ պաշտամունք էին մատուցում, և հենց այդ պահին, հենց տենց էլ գրված է, հենց այդ պահին, մի ձեռքի մատներ երևացին և թագավորի պալատի ծեփի վրա գրեցին, թագավորը սարսափեց տեսածով, քարացավ, գույնը մեռելագույն դարձավ, ծնկերը իրար էին հարվածում դողից և մռայլվեց ու մտախռով դարձավ, գրվածը խռովեց, թագավորը խռովեց, Դանիել 5:5-7, նույն ժամին, մարդու ձեռքի մատները եղան ու գրեցին աշտարակի դիմաց թագավորական պալատի պատի ծեփի վրա և թագավորն այս գրող ձեռքի թաթը տեսավ, այն ժամանակ թագավորի գույնը փոխվեց և նրա խորհուրդները նրան խռովեցրեցին, այնպես որ մեջքի հոդերը քանդվում էին, ծնկներն իրար էին զարկում, թագավորը բարձրաձայն աղաղակեց, որ հմայողներին, քաղդեացիներին ու բախտ նայողներին բերեն, թագավորը Բաբելոնի իմաստունների հետ խոսեց ու ասաց, ով որ այս գիրը կարդա ու մեկնությունը ինձ իմացնի, ծիրանի պիտի հագնի, և նրա պարանոցին ոսկեմանյակ պիտի դրվի, և թագավորության մեջ երրորդ իշխանը պիտի լինի։ Բերեցին, ոչ ոք չկարողացավ, 8 խոսքերը, ուստի թագավորի բոլոր իմաստունները եկան, բայց գիրը կարդալ ու դրա մեկնությունը թագավորին իմացնել չկարողացան, այդ ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովեց, եթե այն ժամանակ խռոված էր, հիմա անհուսահատ, անհույս խռովեց, նրա երեսի գույնը փոխվեց, նրա մեծամեծերն էլ սարսափեցին, կանչեցին թագավորի իմաստուններին, բայց նրանք չկարողացան կարդալ և մեկնել, դրանից թագավորն ավելի վախեցավ, մեծամեծերն էլ սարսափեցին, վերջապես այդ աղաղակի ձայնը լսեց նաև մայրը, Թագուհին, ես չգիտեմ հոր կինը, թե տատը, ավելի հավանական է Նաբագոդոնոսի կինը, եկավ, խորհուրդ տվեց, որ քո թագավորության մեջ կա մեկը, մարդիկ արդեն հասցրել էին մոռանալ Դանիելին, բայց Աստված չի մոռանում իր հավատարիմներին,
Աստված անիրավ չի, որ մոռանա ձեր սիրո աշխատանքը, անիրավ չի, մարդիկ չեն հասկանում, քեզ արդեն մոռացել են, լսեք, մենք իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել ոմանց հետ, և հիմա նրանք ում հետ, որ ես երկար ճանապարհ եմ անցել, և եթե այստեղ չեն, Աստված իրանք եթե ավանդ ունեն, Աստված այդ ավանդը չի մոռանա, և եթե հանկարծ մի օր դուք մոռանաք են ավանդը, որ Աստված իմ միջոցով դրել, միևնույն Աստված չի մոռանա, ամեն, Աստված հիշում է, Աստված հիշողության կորուստ երբեք չի ունենում, Աստված չի մոռանում, չի մոռանում նաև իր թշնամիներին պատժել, չի մոռանում նաև իր հավատարիմ ծառաներին բարձրացնել նորից ու նորից, այդ ժամանակ Դանիելն արդեն 80 տարին անց էր, որովհետև եթե 606-ից հանում ենք 503, 67 տարի և եթե 14 տարի էլ գումարում ենք կամ 15 տարի, ստացվում է 81-82 տարի։ Այսինքն Դանիելին, երբ որ դրանից հետո գցել են առյուծների գուբը, ինքը խորը ծերուկն է եղել, փառք Աստծո ինքը երկարակյաց է եղել, ամեն դեպքում։ Կանչեցին Դանիելին, եկավ, լսեց, և քանի որ Աստված նրան արդեն հայտնել էր, մինչև այդ բաները տեղի կունենային, Աստված իր ծառային բան էր ասել, հանձնարարություն էր տվել, որ գա ու խոսի, հայտնել էր ասաց թագավորին, որ կկարդա և կմեկնի այս գրվածը, և նաև քանի որ պատգամ ուներ, պատգամը պիտի փոխանցեր, թագավորության և թագավորի վախճանի մասին, և սկսում է խոսքը նրանից, որ հիշացնում է այն ինչ որ տեղի է ունեցել քո հայր Նաբուգոդոնոսորի հետ, այդ դասը դու չգիտես, մոռացել ես, լսեք, մենք բաներ կա, որ հիշում ենք հավերժ, բաներ կա այնքան շուտ ենք մոռանում ու չենք ուզում ոչ ոք հիշի, բայց Աստված ամեն բան հիշում է, և ասավ, քո հայրը մեծ թագավոր էր, տիրում էր ամբողջ աշխարհի վրա, ամենաապահով քաղաքում էր, և հանկարծ մի օր հպարտացավ, թեկուզ դրանից առաջ երազ էր տեսել, այդ երազը մեկնվել էր և այլը, բայց ինքը չընդունեց, դուրս եկավ իր պալատի, չգիտեմ, ինչ որ հատված տեսավ այդ իր շինած շենքերը, կախովի, այգիները և մնացած բաները, հպարտացավ, ասավ, լրիվ ես եմ շինել։ Եվ պատմությանը չանդրադառնամ մանրամասը, Աստված նրան 7 տարի թույլ տվեց, որ վայրի էշի կյանքով ապրի։ Եվ հետո խելքնեկավ գլուխը։ Խելքնեկավ այն ժամանակ, այդպես է գրած, այդ իմ խոսքը չի, ես չեմ վիրավորում։ Այդպես է գրած։ Եվ երբ որ խելքնեկավ գլուխը, բարձրացեց երկինք գլուխն ասավ, ես չկամ, դու կաս։ Ասավ, դե խելքդ եկել է գլուխդ, գնա շարունակի մինչև քո ավարտը։ Ինչ որ կլինի, մի օր եկեք խելքի, նայեք վերև, ասեք ես չկամ, դու կաս։ Ամեն։ Հենց այդ պատահեց այդ հայտնի առակի կրծեր որդու հետ, ինքն իրան եկավ, հայր ունեմ ախար, ես ինչ եմ անում էստեղ, հայր ունեմ, իմ հայրը չի ուզեցել, որ ես այսպիսի կյանքով ապրեմ, քո երկնավոր հայրը, որ քեզ ստեղծել է, չի ուզեցել և չի ուզում, որ դու վատ կյանքով ապրես, ուզում է իր սերը ցույց տա, որ դու զգաս, որ դու որբ չես, ես չգիտեմ, նրանք ովքեր որբ են մեծացել կհասկանան ես ինչ եմ ասում թե չէ, որովհետև փառք Աստծո ես մեծացել եմ հայրիկիս, մայրիկիս հետ, գոնե հայրիկս 70 տարի ապրել, մայրիկս էլ 88 տարի ապրել, ես չգիտեմ ինչ է մարմնի կողմից որբությունը, բայց ես լավ գիտեմ ինչ է հոգևոր որբությունը, որ մարդը չգիտի,
որ ինքը երկնքի արարչագործությունն է, եւ այդ հայրը սպասում է, որ մի օր խելքի գա ու հետ դառնա։ Հետ դառեք։ Եթե տեսնում եք, որ ինչ որտեղ սայթակել եք, ինչ որտեղ ձեր ճանապարհը ծռել եք, ապաշխարության ժամը այսօր, ապաշխարության օրը։ Եվ վերջացնում է, եւ նա մարդկանց որդիների միջից վռնդվեց, եւ նրա սիրտը անասունների պես եղավ, եւ նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, արջարների պես խոտ էր ուտում, ու նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում, մինչև որ իմացավ, թե մարդկանց թագավորությունների վրա բարձրյալ Աստվածն է տիրում, եւ իր ուզած մարդուն նրա վրա է տնում։ Վերջ։ Լավ, մարդը հայտնվել աստեղ։ Առանց Աստծո ոչ մեկը, Հիսուսն ասում էր, մարդ չի կարա վեր առնի այն, եթե երկնքից տված չլինի։ Լավ, մարդը կարող է իր տեղում սխալ լինի, Աստված իր հարցերը կլուծի։ Ես չեմ ասում սխալը արդարացնենք։ Բայց Աստված արդար դատավոր է, Աստված մեզ դատավորներ չի դրել։ Եթե Հիսուսն ասավ, ով է ինձ ձեզ վրա դատավոր դրել, ով է քեզին վրա դատավոր դրել, ով է ինձ քո վրա դատավոր դրել։ Թողեք, կարող ես օգնի, կարեկցի, աջակցի, որ այդ սխալից ազատվի ինչ-որ մեկը։ Բայց դատել, ինչ ես դատում։ Դու ավելի լավն ես, հաստատ ասեմ, բոլոր դատողները ավելի վատն են, քան այն օբյեկտը, որ իրանք դատում են։ Սա միանշանակ է, որովհետև քրիստոնյաները ոչ թե դատում են, այլ բարձրացում են դուք ձեզ մեկը մյուսից ավելի ձեր դիմացինն ավելի լավ համարեք։ Եվ հենց այն պայթ, որ ես ասում եմ Անդոն ինչ է, ես արդեն ուրեմն իմացի այս մոլորությունը։ Հասկացավ մի օր բարձրյալ Աստվածն է տիրում, իր ուզած մարդուն է դնում ամեն տեղ, թե եկեղեցում, թե աշխարհում։ Եվ 23-րդ խոսքը. այլ երկնքի տիրոջ դեմ քեզ բարձրացրիր, հիմա այլ խոսքը ուղղում է Բաղդասարին, դու երկնքի տիրոջ առջև քեզ բարձրացրիր, ու նրա տան անոթները քո առջև բերեցին, եւ դու քո մեծամեծերը, քո կանայք ու հարճերը դրանցով գինի խմեցին, եւ դու արծաթից, ոսկուց, պղնձից, երկաթից, փայտից ու քարից շինված աստվածների գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում են, ոչ էլ մի բան գիտեն, եւ այն Աստվածը, որի ձեռքում է քո շունչը, որին են քո բոլոր ճանապարհները չփառավորեցիր։ Լսեք, Հռոմեացիս թուղթն ասում է, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Ինչ է դա նշանակում։ Երբ որ մարդը Աստծուն վայել, Աստծուն հասանելիք միակ փառքի Տիրոջը չի փառավորում, հենց դա է նշանակում։ Դրա համար մենք ուզում ենք ամեն անգամ ավելի լավ երկրպագենք ու փառաբանենք Աստծուն։ Ես գիտեմ, շատ պակասություններ մենք ունենք եւ ակնհայտ է եւ ակնհայտ չէ, բայց ես հավատում եմ, որ մենք բոլորս մեր ամբողջ սրտով ենք Տիրոջը երկրպագում։ Ասեք ամեն։ Ես իմ կարողության չափով ավելի լավ չեմ կարող, հավատացնում եմ ձեզ։ Միգուցե մեկն ասի, Ռուբիկ եղբայր, լավ չես կարոզում, կընդունեմ, այսքան եմ կարողանում, բայց իմ ամբողջ կարողությունն ասա։ Գրպանումս պակաս չկա, մի հատ ավել քարոզ գրած չկա, ասենք մի հատի մասին չի խոսք, ընդհանրապես, մինչև մեռնելուս համար իրար վրա դրած չկա։ Ամեն օր մարդը թարմ հաց պիտի առնի։ Ես հիշում եմ մի մարդու, որի վախճանը շատ խայտառակ ձևով եղավ, ասում էր սևամորթ էր եւ քարոզում էր Ուկրաինայում, ասում էր у меня 1000 проповедей, которые я не проповедовал. Գներեք։ Չէ, ես 1000 չունեմ։ Կարող եմ 1-2 ունենամ։ Էնե դե բնական է, ես պիտի պատրաստվեմ։
Եվ ասաց. դասը, որ ստացել էր քո հայրը, դու չսովորեցիր, այլ մեծամտացար, սուրբ անոթները բերել տվեցիր, դրանցով գինի խմեցիր, անարգելով Աստծուն, նրա տան անոթները պղծեցիր եւ ձեր կուրքերին գովեցիր, երկնքի Աստծուն անարգելով այն Աստծուն, որի ձեռքում է քո կյանքը, նրանով ես շարժվում, նրանով ես ապրում, նրանով կաս։ Նա ուղարկում է հոգին, ծնվում ենք եւ աշխարհ ենք գալիս, վերցնում է հոգին եւ մեռնում ենք ու հողին ենք դառնում։ Ասում է, ի՞նչ է ձեր կյանքը։ Մի գոլորշի։ Քսանչորս-քսանհինգ խոսքերը։ Դրա համար այն ձեռքի թաթը նրա երեսից ուղարկվեց, որ այս գրվածը գրվեց, եւ գրված գիրը սա է, մանե, մանե, թեղկե ու փարսի։ Եվ 26-29 համարն եմ կարդում։ Այս խոսքի մեկնությունը սա է, մանե, Աստված քո թագավորությունը հաշվել է եւ այն վերջացրել։ Հատուցման պահը, պրծավ, չկա։ Ամեն մեկիս համար մի օր վերջ է լինելու, ժողովուրդ։ Եվ սա վատ չի, որ մենք հիշում ենք։ Ես որ այս մասին խոսում եմ, ասում եմ, ես մարդ այնքան է ծերացել, արդեն գիտի, որ մի, չգիտեմ, ոտքը ստեղ է, մի ոտքը ընդեղ։ Լսեք, մի ամիտ մի եղեք։ Վաղվա օրը իմը չի եւ ձերն էլ չի։ Ամեն, ամեն։ Թեղկե, կշերքով կշրվեցիր եւ պակաս գտնվեցիր։ Մտածելու, ես շատ կարող եմ երկարացնել, բայց գիտեմ ժամանակի մեջ եմ տեղավորվելու։ Փարսին քո թագավորությունը բաժանվեց եւ մարերին եւ պարսիկներին տրվեց։ Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց ու Դանիելին ծիրանի հագցրեցին եւ պարանոցին ոսկե մանյակ դրեցին եւ նրա համար մունետիկ կանչել տվեցին, որ թագավորության մեջ երկրորդ իշխանը լինի։ Եվ այս ամենը կատարվեց մեկ օրվա ընթացքում։ Ոնց կարող է լինի, հայտնության գրքում ասում է, ով մեծ Բաբելոն, քո կործանումը մեկ օրվա ընթացքում պետք է լինի։ Ով շատ հպարտացել է, որքան հպարտացել է, ավելի շատ պիտի խոնարհվի։ Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, եւ նա ժամանակով ձեզ կբարձրացնի։ Ամեն։ Եվ ամոթ չի Աստծո առաջ խոնարհվելը։ Լավ, այստեղ կանգ առնենք, ինձ կմնա մի համար կարդամ, որ գրված է 30-31 համարներում։ Նույն գիշեր Քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց, նույն օրվա գիշերը, ոչ թե հաջորդ օրվա, ոչ թե 5 օր հետո, ոչ թե մի ամիս հետո, ոչ թե մի տարի հետո, նույն օրը, նույն գիշեր Քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց ու թագավորությունը մարերի Դարեհ թագավորին անցավ, երբ մոտ 62 տարեկան էր։ Կատարվեց այն, որ պիտի կատարվի բոլորի հետ, կատարվում է այն, որ անխուսափելի է բոլորի կյանքում։ Ոնց կմտածեք, ոնց կհասկանաք այն, որ դուք ապրեք բարեպաշտ կյանք եւ հետո Աստված մոռանա։ Շքան ամոթ կլինի, շքան ցավալի կլինի, չէ՞։ Աստված չի մոռանում։ Իսկ ինչու պետքա չար գործեր անողներին մոռանա։ Գիտեք, ես ասեցի, այս օրերում մեր հարևան, մեր բարեկամ ժողովրդի հետ ողբերգություն է տեղի ունենում։ Իրանը մեր հարևանն է եւ պարսիկները մեր եղբայրներն են ու մեր բարեկամներն են։
Ես խոսում եմ Իրանի ժողովրդի մասին։ Ես չեմ խոսում ռեժիմի մասին։ Մեզ համար շատ ցավ է եւ մենք աղոթում ենք, թե ինչ անասելի զրկանքներ են կրում մեր եղբայրները, պարսիկները, մեր հարևան երկրում, մեր բարեկամ երկրում։ Սա շատ ցավալի է մեզ համար։ Բայց այդ բոլոր ցավ կրածների աղաղակը մի օր բարձրանում է ու հասնում է Աստծուն։ Ես շատ պատմություններ լսել եմ, բայց բոլորը չեմ կարող հիշել եւ բոլորը չեմ կարող պատմել, բայց գոնե երկու արդարի մասին կարող եմ վկայել շատ կարճ, որովհետեւ հիմա դրա տեղը չի, դրա ժամանակը չի։ Մեր Հայկ Հովսեփյան եպիսկոպոս եղբոր մասին է եւ հայ եւ պարսիկ դիբաջի մասին է, որ սպանվեցին եւ շատերը տարիներ բանտարկվեցին, հարյուրավորները փախան, որ պրծնեն։ Մի օր ժամանակը լրանում է։ Ես չգիտեմ հիմա որ ժամանակն է, ես չեմ ուզում հետևություն անեմ եւ չեմ ուզում մարգարեություն անել, բայց ես գիտեմ, եթե անգամ չար գործերի դատավ վճիրը ուշանում է, թող սիրտը չուրախանա, հասնելու է, փոխի կյանքդ։ Դա Աստծո երկայնամտությունն է, որ դու ապաշխարես։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Լավ, ես ասեցի, որ Աստված բոլորի գործերը դատում է։ Ուզում եմ հարցնել եւ այս հարցին պատասխանեմ։ Իսկ որոնք են չափանիշները։ Ես շատ կարճ 1-2 բոլորը չեմ կարող ասել 1-2 բան։ Առաջինը 10 պատվիրանները։ Փառք Աստծո որ կա։ Ռուբիկ եղբայր, սա հին ուխտի օրենքն է։ Սա Աստծո օրենքն է։ Գրված է օրենքը բարի է, օրենքը արդար է, օրենքը սուրբ է։ Ամեն։ Ես եմ Եհովան քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցի, ստրկության տնից, ուրիշ աստվածներ չունենաս իմ առջև։ Եվ սիրես քո Տեր Աստծուն, դե ամբողջը գրած չի։ Եվ սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությունով։ Սա հավիտենական օրենք է թե ոչ։ Պատվիր ծնողիդ, հավիտենական օրենք է թե ոչ։ Մի ցանկացիր դրացուդ ոչ մի բանին, հավիտենական օրենք է թե ոչ։ Սա մեր կյանքում պիտի կատարվի թե ոչ։ Խնդիրն ուրիշ է, որ մեր ուժերով չենք կարող։ Դրա համար Աստված անգամ Սուրբ Հոգին տվեց, որ մեզ շնորհքն ուղարկեց։ Ինքը մեր փոխարեն խաչվեց, որ մենք ազատ լինենք։ Ուրեմն ես ուզում եմ օրենքի մասին մի շատ կարճ, հպանցիկ, մի քանի բան ասել։ Օրենքը մեր դաստիարակը եղավ Քրիստոսին բերելու, որ հավատքով արդարանանք։ Եթե սա չլիներ, մեզ Հիսուսին բերող չէր լինի, որ մենք էլ արդարանայինք։ Այնուհետև Հռոմացիս 6:15 ուրեմն ինչ, մենք գործենք, որ շնորհքը շատանա, եւ պատասխանը շատ կոպիտ, շատ կտրուկ, բնավ եւ վերջ։ Մի նախադասություն մի տողով։ Բնավ Հռոմացիս 7-րդ գլխում մի քանի հատված։ Օրենքը սուրբ է, օրենքը հոգևոր է, օրենքը սուրբ է եւ պատվիրանն էլ սուրբ, արդար ու բարի։ Հռոմացիս 3:21 բայց հիմա հայտնվել է, այստեղ ես պետքա կանգ առնեմ մի փոքր, բայց հիմա հայտնվել է Աստծո արդարությունը վկայված օրենքի եւ մարգարեների կողմից, որպեսզի հասկանալի բացատրեմ, ասեմ հետեւյալը. դու արդարացել ես, թե չես արդարացել, պիտի վկայի օրենքը, հասկացար, ոնց պիտի վկայի, դու ասում ես արդարացել եմ, բայց գողանում ես, օրենքն ասում է, չէ, սխալ պատասխան, դու ասում ես արդարացել եմ, օրենքն ասում է, դու գողանում ես, դու ստում ես, դու նախանձում ես, դու բամփասում ես, դու ցանկանում ես, օրենքը չի վկայում, այս օրենքը վկայում է, որ դու արդարացած ես, բա շնորհքը Ռուբիկ եղբայր, շնորհքը քեզ
օգնում է, որ չցանկանաս, չգողանաս։ Այո, մենք մեր ուժերով չենք կարող, մեր արդարությունով չենք կարող փրկվել։ Եվ դրա համար բոլորս պիտի ընդունենք միայն մի բան։ Հաջորդը, սիրիր քո Տեր Աստծուն։ Ես մի փոքր ակնարկեցի, սիրիր քո Տեր Աստծուն։ Սիրում ես Աստծուն։ Ինչ է դա քեզ համար։ Ինչ արժի դա քեզ համար։ Եթե ես սիրում եմ իմ երեխաներին, եթե ես սիրում եմ իմ հարազատներին, կնոջը կամ ամուսնուն, սերն են, որ պատրաստ ես իր համար մեռնելու։ Դու մենք սկի այնտեղ փոքր մի բան պատրաստ չենք թողելու։ Լսեք, Աստված խոմ չի ծաղրվում, ասում մի խաբեք ձեզ։ Աստուն սիրելը, սա պատվիրան է, ոչ թե զգացում։ Մարդկա ամեն օր մեկին սիրում է, հետո դա եղավ սեր։ Բայց այն ինչ որ պատվիրում Աստված, որ կնոջդ սիրի, քո անձի պես, դա բոլորովին ուրիշ է։ Այստեղ է շարունակելու տեղ կա, բայց ես հաջորդը Հիսուս Քրիստոսի նկատմամբ վերաբերմունքն է, որպես ճանապարհի, ճշմարտության եւ կյանքի, միակ փրկիչ եւ Տեր, առանց որի շնորհքի ոչ ոք չի կարող փրկվել։ Ինչպիսի վերաբերմունք ունես։ Գիտեք ինչու եմ այս մասին ես խոսում։ Որովհետև այսօր հայտնվել են գարուզիչներ, այսինքն միշտ էլ եղել են։ Ավետարանի ժամանակներում էլ են եղել, որ Հովհաննեսն ինչու է գրում, ով որ Քրիստոսի, Հիսուսին մարմնով է ներողություն, ով որ Հիսուսին մարմնով եկած չի ընդունում, նա ներն է։ Կոպիտ է, բայց դիպուկ է։ Ով որ Հիսուսից բացի ուրիշ ճանապարհով Աստծուն հասնելա տեսնում, նա ներ է։ Ուրիշ բացատրություն չկա։ Միգուցե իմ տրամաբանությունը շատ աղավաղված է, բայց ոչինչ։ Կարող եմ ես սխալվել։ Եթե ասում էր օրենքը պիտի հաստատի, օրենքը սկսվում է դեռ շատ վաղուց։ Աբրահամի սերունդից պիտի ծնվեր Քրիստոսը։ Մովսեսն ասում էր, ձեր եղբայրների մեջ մեկը կլինի ինպես մարգարե։ Եվ Դավիթը մարգարեանում էր, թե ինչպես պիտի նա գա, ինչպես պիտի լինի։ Եվ վերջապես շատ ժամանակ չունեմ, թե չէ Դանիելի մարգարեության եւ այդ մեկնությունը, ծառի մեկնությունը, ասում էր, որ չէ, արձանի մեկնությունը, թե քարը, որ եկավ, կխփի սաղ կջարդի, այդ քարը երկնքից է գալիս, որպեսզի ամեն հիմք կոտրի, ամեն հաստատություն, եւ ասում է գալու է, ջնջելու է այս առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ թագավորությունը եւ հաստատելու է հավիտենական թագավորություն։ Ով էր դա։ Հիսուս Քրիստոս։ Դսեք, ձեր ականջը մի տվեք զառանցանքի։ Հա, Հիսուս, հա, ոնց Աստծո որդի է, բայց Աստված չի։ Բա։ Հովհաննեսը իմ տղեն է, բայց մարդ չի։ Մեղա։ Է ոնց եղավ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Նա հոր էությունից է։ Սկզբում էր բանն Աստծո մոտ էր, բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Նրանով եղավ ամեն բան, ինչ որ եղավ, առանց նրա չեղավ ոչինչ, ինչ որ եղավ։ Ամեն։ Լսեք։ Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Վերջապես հասանք մի տեղ։ Վերջապես մի ճիշտ բան ասեցի։ Հասկանում եմ, երբ որ խնդիրը չափից ավելի կարևոր է եւ լուրջ, մենք ամբողջությամբ դառնում ենք ուշադրություն, եւ սա ճիշտ է, շատ ճիշտ է։ Ուրեմն, այնուհետև Աստված կշռում է մեզ, ես ասեցի օրենքի նկատմամբ, 10 պատվիրանների նկատմամբ,
սիրիր քո Տեր Աստծուն պատվիրանի նկատմամբ, Հիսուս Փրկչի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ գնահատանքը, եւ նաեւ այս մեկն էլ ասեմ ու վերջացնեմ։ Աստված մեզ կշռում է մեր գործերի համեմատ։ Այդ մարդու գործերը կշռեց, թեթև գտնվեց։ Ես չեմ ուզում, որ իմ գործերը կշռելուց թեթև գտնվեմ։ Եվ որպեսզի թեթև չգտնվեմ, մի տեղ կա, որ մի անց կա, որի հետ պիտի կշռվեմ։ Հիսուսն է, ում հետ ես կշռվելու եմ։ Առանց Հիսուսի ես թեթև եմ, ես ոչինչ եմ, ոչինչ չեմ կարող անել, բայց Հիսուսի հետ, որովհետև ես Հիսուսի մեջ եմ, Հիսուսն իմ մեջ։ Ամեն։ Հալելույա։ Վերացական հո չենք խոսում, հասկանալի է, թե ինչ եմ ասում։ Կարդացեք Սուրբ Գիրքը, սիրեք Սուրբ Գիրքը, ուսումնասիրեք Սուրբ Գիրքը։ Այնտեղ է կյանքի ճանապարհը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, փառք Տիրոջը, այս ամենի համար։ Եվ արդեն ասեցի, որ նույն գիշերը Քրիստոսից առաջ 539 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացավ այն երազի մեկնությունը, նույն օրը, որ ինչ մարգարեացել էր ոսկե արձանի գլխի կործանման մասին, որ դու ես այդ ոսկե արձանը, բայց երբ որ այն քարն եկավ գլորեց խփեց, սա խառնվելով իրար եւ այդ ոսկե արձանը դու ես։ Այդ օրը ոսկե արձանը կործանվեց։ Ամեն։ Եվ վերջացնեմ։ Որ ասում էր այն թագավորության օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հանելու, որ հավիտյան չի ավիրվի, եւ այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի թողնվի։ Նա այս բոլոր թագավորությունները պիտի փշրի ու վերջացնի եւ ինքը հավիտյան պիտի մնա։ Հալելույա։ Իմ մաստո մասին է խոսքը, իմ Փրկչի մասին է խոսքը։ Հալելույա։ Որի ձեռքում ամեն բան, մարդկանց կյանքը, շունչը եւ մեր ճանապարհները, ինչպես Դանիելն էր ասում։ Ուրեմն մեծ Աստված սրանից հետո ինչ կլինի։ Գիտի Աստված։ Մեզ հայտնի է մինչև այսօր ինչա տեղի ունեցել։ Ասում եմ, կարևոր պատմական իրադարձություններ են տեղի ունենում մեր հարևան երկրում։ Իմիջիալոց այդ բոլոր իրադարձությունները նույն երկրում, Դանիելի դամբարանը հենց Պարսկաստանում, կարծեմ Աստվածաշնչի մեջ Շուշան մայրաքաղաքի տեղում, հիմա ոնց է կոչվում պարսկերեն ես չգիտեմ, բայց հենց նույն տեղում, Շուշան մայրաքաղաքում, որտեղ Ասորիուսը էլի նորից խնջույք էր արել։ Աստված օրհնի մեզ, լինենք աղոթող, վերջի օրերում, այո, հորդորում եմ ժողովուրդ ջան, մենք պիտի կարողանանք երկու բան իրարից տարբերել, ժողովրդին պիտի կարողանանք տարբերել կամ դեմոկրատական իշխանություններից կամ բռնապետություններից։ Դա արդեն մեր գործը չի, թե իշխանությունն ինչպիսին է, մեր գործն է, որ այդ ժողովուրդը թանկ է։ Այդ ժողովուրդը Աստծո ստեղծածն է։ Այդ ժողովրդի մեծ մասը ուղղակի հեծած է լծի տակ։ Մեր գործը չի թե ինչ է լինում, ով է անում, Աստված ինչ որ մեկի միջոցով, Աստված Բաղդասարի հարցը լուծեց Պարսից եւ Մարաց թագավորների համատեղ հարցակումով եւ թագավորությունը կիսվեց, կեսը Մարաց թագավորներին, կեսը Պարսից թագավորներին։ Աստված Իսրայելին պատժելու համար Նաբուգոդոնոսորին ուղարկեց, ասավ գնա նրանք չարություն են անում, գնա պատժի 70 տարի թող գերության մեջ մնա, խելքները կա գլուխը։ Հիմա այստեղ մոտավորապես 50 տարի է, մենք չգիտենք ինչ է, դա մեր գործը չի, նորից ասեմ։ Բայց այդ ժողովուրդը, որ տանջվում է, այդ ժողովուրդը, որ հարստահարվում է, այդ ժողովուրդը, որի ազատությունը սահմանափակ է, այդ ժողովուրդը, որոնց մցրել են կացա, այդ ժողովուրդը պիտի չտանջվի։ Եվ մենք պիտի աղոթենք, որ խաղաղություն լինի եւ
մեր եղբայրները, պարսիկ եղբայրները եւ քույրերը, պարսիկ հասարակ ժողովուրդը ազատ լինի այդ ամեն բռնաճնշումներից եւ ցավալի իրադարձություններից։ Աստված օրհնի ձեզ։